Բարի երեկո, սիրելի ընկերներ, սիրելի հետևորդներ, հուսամ լավ եք։ Սիրելի ընկերներ, սիրելի հետևորդներ, այս էջով որ գրում եք, ես տեսնում եմ ձեր գրածը, բայց իմ մոտ գրելու, պատասխանելու տեղը բլոկված է ու ես չեմ կարող հետ պատասխանեմ ձեր արձագանքերին։ Ուստի խնդրում եմ տեղյակ լինեք դրա համար, տեղյակ եմ պահում ձեզ ու խնդրում եմ որ չնեղանաք ինձանից, ես չեմ անտեսում ոչ մեկի գրածը։ Գրեք իմ մյուս էջին եւ ես նորմալ կարձագանքեմ ձեզ, որովհետեւ այդ էջում էլ լայվը բլոկված է, բայց գրելու կոմենտարիաների տեղը մի խոսքով բաց է։ Ժողովուրդ ջան, ուստի այսքանը ձեզ, իմ հետևորդներ, բոլորից շատ հարգում սիրում եմ, ըստ դրա անդրադառնանք մեր այսօրվա ամենակարևոր իրադարձություններին, այն թոհուբոհին, ինչ որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության պետականության ազգային ժողովի շրջանակներում։ Ժողովուրդ ջան, նայեք, ինչա կատարվում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովում երթման օր է, հանդիսավոր երթման օր է նշանակված, ու այդ երթման ժամանակ ընդդիմությունը ընդհանրապես ոտքի չի կանգնում։ Դա ընդդիմության միակ բարի քայլերից մեկն է, որ ինքը ոտքի չի կանգնել։ Միակ նորմալ ու դրական արարքն է, որ արել է ընդդիմությունը այսքան ժամանակ։ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը երթում եթե չի կերել, դրա համար դերեք Հայաստանի ընդդիմությանը չքննադատենք, այլ գովաբանենք, որովհետև Հայաստանի ընդդիմությունը չի կարող երթում ուտելով հանդերձ եւս մեկ անգամ խեղաթուրի ու խայտառակի Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը, մեր ազատ ապրելու իրավունքը, ժողովուրդ ջան։ Այսօր Հայաստանի Հանրապետության ամբիոնից տարբեր տեսակի ղաղպակույթեր են հավաքվել, տարբեր տեսակի մեկը անչափահաս մալալետկա գոռում է ես զինվոր եմ ելե, խնդրում եմ հարգեք ինձ, որովհետև ես զինվոր եմ ելե։ Հայաստանի Հանրապետության ամբիոնից մեկը գոռում է ուր է մեր սրբազանը, ուրեմն անդրադառնամ զինվորի պատասխանին առաջուց, թե անդրադառնամ սրբազանի պատասխանին։ Ուրեմն սրբազան գոռացողները սրբապիղծներ են, որ սրբազանին եք պահանջում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնում նստած լինի։ Հիմա կարճ կոնկրետ անդրադառնամ ձեզ այն սրբազանին, որ Հայաստանի Հանրապետության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության Սուրբ Էջմիածնի սրբապատկերները, Էջմիածնի եկեղեցու սրբապատկերները հանելա ու Սամվել Կարապետյանի կնոջ սրբապատկերն ա կպցնել, իր համար դա է սրբապատկերել է։ Այդ քահանային եք պահանջում Հայաստանի ազգային ժողովի ամբիոնում գնա օրհնի, նա օրհնելու է Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր դաշտի թալանած կողոպտած համակարգը մենակ օրհնելու է դա։ Իսկ այն մեկը, որ ասում է ես զինվոր եմ, ինձ հարգեք, կներեք դու որ զինվորն ես եղել, այն որ Սամվել Կարապետյանի հետ, այն որ Ներսիկ Իսպիրյանի հետ, այն որ Դոդի Գագոյի մանգլավիկների հետ Հայաստանի Հանրապետությունը ողողված է արնաշաղախ հերոսների աճումներով, մարմիններով, դիակներով, դուք կանգնած զարթնիր լավ եք երկում, դուք այդ տեսակ ընդդիմադիր եք եղել, թե այդ տեսակ զինվոր եք եղել։ Հայաստանի Հանրապետությունը դուք դարերի վեր խեղաթուրել եք, կեղեկել եք, ապականել եք ու այսօր եկել է ձեզ կզացնելու, ձեզանից բռնագանձելու այն ամեն ինչը, ինչ որ դուք 36 տարի մեզանից կողոպտել ու թալանել ու բռնագանձել եք։ Դու մեզնից բռնագանձել եք մեր ազատությունը, խեղաթուրել եք մեր մանկությունը, խեղաթուրել եք 36 տարի Հայաստանի Հանրապետության հայի խաղաղ ապրելակերպը։ Դուք Հայաստանի Հանրապետությանը բերել եք արհավիրք, անդառնալի պատերազմ, բարև Մեռնեմ ջանին։ Ինչ ասես արել եք ու այսօր դուք կայնած խոսում եք։ Ձեզ պաշտպանող համակարգը Պոռնիկաբանական ինստիտուտ է։ Դուք Հայաստանի Հանրապետությունում արդեն դադարեցրեցիք Հայաստանի Հանրապետությունում Արցախի դրոշը, այն փոքրիկ դրոշները ծածանել ազգային ժողովի ամբիոնում, որովհետև դուք էլ փրկիկ բրծակ Արցախը։ Դուք հիմա բոզի վաստակների սաստավ կազմած եկել եք փրկելու Դոդի Գագոյի ունեցվածքը։ Հայաստանի Հանրապետությունում Դոդի Գագոյի սեռական աշխարհից տեղյակ է եղել միայն ու միայն Հայաստանի Հանրապետության ամենագլխավոր կաչաղակը, որը տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության պետական համակարգում ծառայել է որպես միջազգային պրոստին, սավան, փռվելա բոլորի տակը, նրա անունն է Նայրա Զորաբյան։ Դուք այսօր եւս մեկ պոռնիկ այդ ամբիոնից բերել եք, իջացրել եք, բերել եք մցրել եք այդ ամբիոնի մեջ եւս մի պոռնիկ, որի անունն է Արիաննա, խոսում է Դոդի Գագոյի ֆիթնես կենտրոնում
մի մարզիչի մասին, որը շատ մեծ հարգանք է վայելում Հայաստանի Հանրապետության պետականության, իշխանության եւ գրագետ ժողովրդի կողմից։ Խոսում է այդ մարզիչից ու ասում է դու ունես երեխաներ, դու պետք է ունենաս Աստված քո մեջ, հոգի քո մեջ։ Կներես Արիաննա ջան, Հայաստանի Հանրապետության միակ սեքսաշաղաղ վաննա, ով հասելա քո մեջ թաթախվել է Արիաննա։ Դու այսօր խոսում ես սրբությունից, մարդկանց ուղղություն ես ցույց տալի, որ դուք ունեք երեխաներ, բերեք հələ որպես մայր, որպես կին, որ ոչ բարով հղիացել ես, չոքել երեխա ես բերել, ոչ բարով։ Այդ process-ը պետք է ամեն մեկին չտրվի։ Ի վերուս դա չի կարելի տալ բոլորին։ Դա սխալ է։ Դու այսօր խոսում ես տղամարդուն ասում ես, որ բանա երեխեք ունես։ Կներես Արիաննա ջան, ուր են քո երեխեքը։ Քո երեխեքը որ երկրում խլվեցին քո ձեռից ու քեզ զրկեցին մայրական իրավունքից։ Այ վաստակավոր պոռնիկ։ Ու դու այսօրի հայտ ես գալի Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրած, խայտարակած, Հայաստանի Հանրապետության երեխու բնակչի մանկությունը խլած Դոդի Գագոին, ասում ես, որ ինքը որց տղա է։ Կներես քեզ է բախտ վիճակվել պարկես նրա տակը եւ դենք այս արել նրա փորձությունը եւ քո հետ ունեցած անփորձությունը։ Դա քո խնդիրն է։ Դու դրանով ցույց ես տալի քո մակարդակը։ Փաստորեն դու Դոդի Գագոյի հետ ես եղել, որ որոշել ես էլի նրա փորձությունը, ու այդ ամեն ինչը ինչ որ խլվել է Դոդի Գագոյից, բոլորը հետա վերադարձվելու։ Դոդի Գագոն ինչ որ կառուցել է, ինչ որ կերտել է Հայաստանի Հանրապետությունում, քաղաքի են ամենաբանուկ հատվածներում, խեղաթուրել է ինչ որ մեկի երեխու խաղահրապարակը, խաղալու process-ը, խեղաթուրել է հյուսիսային պողոտայում 90 տարեկան տարեցներին դուրս շպրտելու, խաղաղ ապրելու process-ը։ Դուք այսօր կանգնել եք Դոդի Գագոյի պաշտպանում, դա ձեր խնդիրն է։ Բայց այն որ դու խոսում ես մայրությունից, որի մեջ չես եղել, խոսում ես նամուսից, որի մեջ չես եղել, խոսում ես թասիբից, որի մեջ չես եղել, մայրությունից խոսալու քո պատասխանը պոռնիկ մայրական իրավունքից զրկված ես, թասիբից խոսալու քո պատասխանը փչացած ձեր գյուղից վտարված ես, ազգից նամուսից խոսալու քո պատասխանը անբարոյական մայրական իրավունքից զրկված լինելու քո փաստացի ապացույցները, դու ընդհանրապես խոսալու իրավունք չունես, դու քաղաքական դաշտում նախկին իշխանությունների ներկա իսկ գործող գումարներով քաղաքական դաշտ բերված միած սեռակույտ ես, որը ամեն ինչից կարաս խոսաս, ազատ, պարզ, համառոտ սեռակույտ ես, քո ճակատին գրած է Արիաննա անկախ սեքսի վաննա, քո ճակատին հետա գրած, պարզ համառոտ ես քեզ ասում եմ, դու այնքան ստոր ես, որ ասում ես Դոդի Գագոյի նման որց տղա չկա, 99 տարեկան պապս էլ հողի տակից, որ այդքան վիագրա խմած գա, հաստատքում է Դոդի Գագոյից լավ տղա կլինի։ Այս քո պատասխանը։ Իսկ այն մանգլավիկները, որ Սամվել Կարապետյանի ֆինանսների ներքո Ռուսաստանի Դաշնությունից բեռնաթափվեցին Հայաստան, որպես Պուտինի ձեռքով բեղնավորված աղբեր ու եկել են այսօր մտել են մեր քաղաքական դաշտ ու որոշում են, որ իրանք այդ քաղաքական դաշտում անելիք ունեն։ Դուք այդ քաղաքական դաշտում ընդամենը շներ եք։ Դուք պայքարում եք այդ քաղաքական դաշտում հաչալու, ոսկորի ու աշխատավարձի համար։ Ուստի ես պարոն Փաշինյանին, իմ պետությանն ու պետականությանը, իմ կառավարական համակարգին պահանջում եմ Հայաստանի Հանրապետությունում կլինի դիմադիր, կլինի դիմադիր, թե կլինի նախկին փալաս, եթե նա գրավել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի շեմը մտնելու իրավունքը, ուրեմն բարի պիտի լինի ծառայի Հայաստանի Հանրապետության բնակչությանը, հասարակությանը, իշխանությանը, զարգացմանը եւ բարգավաճմանը, ոչ թե խեղաթուրմանը։ Իսկ ուստի չծառայելու դեպքում բռնի ուժով դուրս շպրտել այդ թափոններին։ Այսօր Նարեկը կանգնել է Կարապետյանն ինչ գրողա խոսում է, ինչ ես խոսում արա, ինչ ես խոսում։ Կանչի Սամվել Կարապետյանին քո հորողբոր որդուն, այդ էշի մորտուն, տար ձեր տուն, մորիցդ բռնած։ Թող հաշվի 1, 2, 3, 4 հորողբորդ կնանոնց է, հորքուրների հարցներին, ազգային ժողովին դիմադիր դաշտի բոլոր կայնանց, բավարարի ու ասի, ընտրություններում չհաղթեցինք, բայց գոնե այս խոստումներից մեկը պիտի անենք, դուք այս լեքսիկոնով եկաք հանդես, եկաք Հայաստան, բեռնաթափվեցիք ու եկաք իշխանական դաշտ, որ այսօր գզբրտոցը սկսեք, բայց դուք լավ հիշեք, Հայաստանի Հանրապետության պետականությունը, պետական համակարգ ազգային ժողովի ամբիոնում նստած բոլոր ԿՊ-ականները
ձեզ այն տեսակ տորտատեղադրում են անելու եւ նրանցից դուրս սոց ցանցերում տարբեր հարթակներում բոլոր են բլոգերները ով որ պայքարելա հեղափոխության պատերազմի օրվանից այս իշխանության այս զարգացման process-ի համար ու հասել այդ զարգացման process-ին դուք ընդամենը Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստանի ազգային ժողովի ամբիոն բեռնաթափված թափոններ եք քաղաքական թափոններ այն մալալետկեն ասում է ես զինվոր եմ եղել հարգանքով այս ժետոնով շահած բոզի վաստակ Հայաստանի Հանրապետությունում 3000 զինվոր դարավ հաշվանդամ 4000 քանից ընտանիք դարավ սքաշաղախ մենք ոչ մի սոցցանցերում ոչ մի հարթակներում քեզ չտեսանք մի անգամից տեսանք ազգային ժողովի ամբիոնում այդ որոտես լավ քաղաքականություն էր վարում Սամվել Կարապետյան քու մալալետկա այդ թիմին տարել ես լցե ազգային ժողով ես քեզ ուստի խորհուրդ կտամ աշտարակի քաղաք աշտարակի քո շտաբում լիքը լավ տղերք շրջապատից էլ կդրվեցին իրանց մանկական ընկերներից էլ կդրվեցին անցանք ու նման դիշովկի ոռը պահեցին կեսներ խաղաղությամբ հանգչում են Հայաստանի Հանրապետության բանդերում ու քո միակ շտաբն ա եղել որ գումար չի ֆռացել այդ օրերին թե դրանից զատ տվել ես չես տվել մուրուքո գլուխը տված կլնես բայց այդ օրերին մի հատ գումար չի ֆռացել ու լիքը լավ տղեր կորցրեցին իրանց աշխատանքները պետական համակարգում իրանց կանանք կորցրեցին բարձր պաշտոններ խորհուրդ կտամ այդ տղերքին էլ տանես դնես ազգային ժողովը այն քու տարած ղախպեքի կողքը որովհետև այս աշտարակի տղերքը ի տարբերություն քու տարած ղախպեքի մի բան բարի ու լավն են կարևորը լավ տղա են լավ տղա շատերը կարած նրանց էլ տանես առաջ որովհետև դու նրանց ներկան անցյալը ապագան արդեն իսկ խեղաթուրել ես իսկ ինչ մնում է Սամվել Կարապետյան ասված այդ համակարգը որ եկել է նստելա թե դու տե անելիք չունես դու ընդամենը շուն ես պտի հաճաս ու իմ շատ սիրված հարգված Ռուբինյանն էլ այդ ամբիոնից քեզ ոսկոր ռակցելու Կոնջոյանն էլ է քեզ ոսկոր շպրտելու Պապոյանն էլ է քեզ ոսկոր շպրտելու ու լիքը մարդիկ ու դուք հիշեք դուք Հայաստանի Հանրապետությունը եւս մեկ անգամ չեք կարենալու խեղաթուրեք դուք պարտված քաղաքական թափոններ եք որ ներխուժել եք ազգային ժողովի դահլիճ ձեզ ասում եմ սիրելի արցախցիներ բաց արեք ձեր հոգնած կոպեն ու տեսեք Արցախը պայքարեցին պրծան Արցախը պայքարել են որ տան տվել են պայքարել են որ Արցախի զինվորը բնակիչը դառնա անօթևան հասել են դրան պայքարել են որ Արցախի ժողովրդին ցույցի մատերիալի տող օգտագործեն հասել են դրան այսօր դուք էլ իրանց պետք չեք 5 տարի դուք էլ իրանց պետք չեք արդեն ձեր Արցախի դրոշները հանել են շպրտել են բանից այդ ամբիոնի վրայից սրանք քաղաքական խայտարակություններ ամենավերջի դիշովկա համակարգն է ժողովուրդ ջան ինչ եք կամագներովը ձեն անում ազգային ժողովի ամբիոնից ուր են ձեր են լիդերները որոնց մականունները կարելի է կոչել ոչ թե լիդեր այլ ջրազրկված պիդր ուր են ձեր Սաղաթելյան մաղաթելյանները այն որ ձեր Սամվել Կարապետյանի ձեր Դոդի Գագոյի թիմով բան էին թեկնածուներ էին ուր են ազգի դավաճանության կնիքը ճակատներին կպցրած սրոգն էլ վզներին խփած այսօր բանդերում խաղաղությամբ են հանգչում դուք այսօր եկել եք Հայաստանի Հանրապետության ամբիոնից գոռում եք Սրբազան, որ Սրբազանի մասին է խոսքը, քերագին դոմփող, Դոդի Գագոյի, Սամվել Կարապետյանի կնոջ նկարը, Հիսուսի նկարը պատից հանող, Սամվել Կարապետյանի անտիկվար կնոջ նկարը պատին խփող, այդ քահանաների, այդ ինչ քահանա է, դա քահանա է, 3000 զոհված զինվորի տնից, որևիցե մեկի տուն մտելա, ասելա զավակս հանդարտվիր խաղաղությամբ, ասելա հանգչիր խաղաղությամբ, ասելա գնացելա երրաբլուր մի օր պատարակ տա, ինչի քահանա է Ծուխը մեզ փողը ձեզ այդ մեր դիակների հիման վրա մեր ընտանիքներում տեղի ունեցած հեր մեր տատի պապի վաղաժամ անժամանակ մահերի դիմաց նրանք ձեռք են բերել բենզակալոնկեք հեկտարով հողեր չգիտեմ գազի զապրավկաներ ու դա համարվում է քահանա դրանք սրբապիղծներ են մեր Հայաստանի Հանրապետությունում սրբազան ասված այդ տականքը, որը գրավել է մեր Սուրբ Էշմիածինը, նա պղծել է Էշմիածնի եկեղեցու հատակից մինչև խաչի գագաթը, այդ ամեն ինչը օգտագործել է որպես բիզնես կլաս եկամտի աղբյուր,
ու դուք այսօր Հայաստանի Հանրապետության ամբիոնից ազգային ժողովի պահանջում եք այդ թափոնին, դրան էլ ենք մաքրելու, դրան էլ ենք ապամոնտաժելու, դրան էլ ենք հասնելու, կհիշեք, կտենաք ու կպատկերացնեք, ձեզ ընենց ենք անելու, որ տեսանելի, հասանելի ու շոշափելի լինի, ու խորհուրդ կտամ այդ ամբիոնում վերընկածներդ հարգեք արցախցիներին ու այն փոքրիկ դրոշակտորը, որ թողել եք Արցախից, բերեք ու հետ տնկեք այդտեղ, որովհետև այդ մարդիկ եւս 5 տարի հետո որպես ցույցի մատերիալ էլի ձեզ պետք են գալու, էլի ձեզ պետք են գալու, բայց դուք Հայաստանի Հանրապետությունում անելիք ու անելու ոչ մի ուժ չունեք ու չեք էլ հասնելու դրան, դուք այսուհետև Հայաստանի Հանրապետությունում ընդամենը քաղաքական դիակներ եք Ռուսաստանի Դաշնությունից բեռնաթափված աղբակույտեր եք, աղբակույտեր բառից բուն իմաստով Հայաստանի Հանրապետության այս process-ը նորմալ ապրելու անկախ ամեն ինչից այս անդառնալի առավիղ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը էթում է դեպի ծաղկունք, Հայաստանի Հանրապետությունը զարգանում է, Հայաստանի Հանրապետությունում գյուղերում, մարզերում, քաղաքներում, շրջաններում, բոլոր տեղերում լինում է ամսվա մեջ մի անգամ գոնե մի միջոցառում, աբարանը անտեսված էր, մարդիկ գնում էին Թալին, Լեննականցին գնացել էր Թալին, Գյումրեցին ասել էր ախպեր ջան, մեր կեղի գերեզմաներն ավելի աշխուժ է, քան թե ձեր Թալինը, այսօր բոլոր տեղերը զարգանում ու ծաղկում է, զարգանում, ու դուք էլ երբեք չեք կարենալու, մեր այդ լավ ապրելու process-ը, մեր վաղվա գալիք սերնդի ապրելու process-ը մեզնից խլեք ու խեղաթուրեք, դուք ընդամենը քաղաքական դիակներ եք, նախկին իշխանությունների վիլաների, փողերի հաշվին հաչացող շներ եք, որը պետք է մնաք ամբիոնում անպայման, այդ բոյկոտող կողմն շատ կարևոր է, որ ներկայիս գործող իշխանությունը ըստ պահանջի ոտերը սրբելու տեղ ունենա ձեր նման դիշովկեքի վրա, բառից բուն իմաստով դիշովկեքի կույտ եք, դիշովկեքի կույտ, ասել եմ դուք Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրելու խայտարակել եք, դուք այսօր որ սվսվում եք Դոդի Գագոյի համար, սվսվում եք նրա համար, որովհետև դուք այդ ամբիոնից օգտվել եք, դուք այդ աղբյուրից օգտվել եք, նրան են սատկացրած առյուծներից անգամ փող եք կերել, դուք ամեն ինչ արել եք Հայաստանի Հանրապետությունը ապականելու համար, Հայաստանի Հանրապետությունը դուք էլ այլևս ոչ կարակ ապականեք, ոչ կարակ խեղաթուրեք, ոչ կարակ խայտարակեք եւ ընդհանրապես ինչ որ մի հատ լումաներ դնեք, թե ֆիզիկապես, թե բարոյապես, թե ընդհանրապես, դուք անելիք չունեք Հայաստանի Հանրապետությունում, դուք Հայաստանի Հանրապետության գործող իշխանության շներն եք, որ պետք է նստեք հակառակ վանդակում ու հաչակ, երբ որ հարմար լինի, այդ ամբիոնից պետական գործող համակարգը ձեզ ոսկոր կշպրտի, 5 տարի եւս անիմաստ հաչալու եք, 5 տարի եւս անիմաստ հաչալու եք, այսքանը ձեզ ու գիտակցեք, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանության կողքին կանգնած է բազմահազարանոց գիտակից ժողովուրդ, բազմահազարանոց գիտակից ժողովուրդ, այսքանը ժողովուրդ ջան լավ մնացեք, բոլորդ եթե ինձ գրեք, ես տեսնելու եմ, բայց ես չեմ կարողանալու պատասխանեմ հարազատներս, գրվելու հատվածը բլոկված է իմ մոտ, հասկացեք, սիրելի ընկերներ, ոչ մեկից չեմ անտեսում, սիրում եմ, հարգում եմ, գրեք իմ մյուս էջով, որը նորից Ավագյան Ռուստամա ու գլավնի նկարը ես եմ, 16 շապիկը հագս, բուկլետը ձեռս, սենց ներկայացնեմ, որ ձեր համար պարզ ու հասանելի լինի, ընկերներ ջան, բոլորիդ հարցերին կանդրադառնամ, այսուհետև քաղաքական դաշտներ խուժած թափոնի պատճառով ես ավելի շուշուտ եթերներ դուրս կգամ, բոլորիդ շատ սիրում, հարգում ու կարոտում եմ, ընկերներս լավ մնացեք, բարի գիշեր։